Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասում եք, որ քաղաքացիները ձեզ էլ ասում են, թե ինչպես ստացվեց, որ Արցախի կորստից հետո եւ այլն այս իշխանությունները կարողացան վերարտադրվել մինչեւ 7 տարի մնալ իշխանության, բայց 2021 թվականին այդ կնույն քաղաքացիները ԿՎՆ տվեք 21 թվականին պատերազմից հետո եւ դուք էլ եկել եք ազգային ժողով, ասում եք մեր օրակարգով ենք գալիս բացառապես Փաշինյանին հրավիրել օրակարգով եւ այդ օրակարգը ինչպես դրսեւորվեց։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը դուք հավանաբար կհիշեք ինչ պայմաններում էր, բայց այդ պայմաններից զատել ցանկացած իշխանություն ընտրվելիս ինքը որոշակի խոստումներ է տալիս։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը իր խոստումները պահել է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդն ընտրվելիս ասում էր, որ Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայով պետք է զբաղվենք, Արցախի հարցում ասում էր անջատում հանրապետության, այդ որ մի կետ նա արել։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տված մարդիկ, ես վստահաբար պնդում եմ, որևէ մեկը չի ցանկացել, որ մենք Արցախի ամբողջական կորստին առերեսվենք, ինչը հիմա տեսնում ենք։ 21 թվականին կրկնում եմ, այլ իրողություններ էին, ես վստահ եմ, որ 26 թվականին կամ երբ էլ այդ ընտրությունները տեղի ունենան, մենք լրիվ այլ պատկերի Հիմա Փաշինյանը ասում է, մենք գնացել ենք այդ ամենի հետևից, չի ստացվել նոր օրակարգի տեսնությամբ։ Չի ստացվել, որ ախր դա այնքան հեշտ է, ասում ես, այս մարդը կոնկրետ ծեծի է ենթարկել, ասում է դատապարտում ենք, բայց դատապարտելուց հետո ինչ որ հետևանք դա պետք է ունենա, թե չէ։ Արցախի կորստից հետո ասում եմ մենք կրում ենք պատասխանատվություն, բայց պատասխանատվությունը կրելը ո՞նց է դրսևորվում։ 21 թվականի ընտրություններով։ Չէ, 21 թվականին կրկնում եմ, մենք Արցախ ունեինք։ Իրենք այլ խոստումներով են եկել իշխանություն։ Հետո դրանից հետո ինչ ա եղել, կրկնում եմ, ուղղակի հայտարարել, որ մենք ցավում ենք, մենք դատապարտում ենք։ Նույն տրամաբանությամբ այդ անիվի դեպքով ամեն անգամ հարց է տալիս, ասում է, դե գիտեք, շատ վատ բան է տեղի ունեցել, խայտարակություն է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդքան աշխատի գումար տա, որ դու վերջում վատն ես ու ասես խայտարակություն է տեղի ունեցել։ Ո՞ւմ է հետաքրքիր։ Պետք է այդ գումարները չվատնվեն։ Ընտրությունների ձեր օրակարգը չեք իրականացրել, ձեր խոստումները չեք իրականացրել։ Այո, այս պայմանությամբ պետք է փաստել, որ այո, մենք դեռևս չենք հասել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց մեր քայլերը շարունակական են լինելով եւ որքան էլ տհաճ լինի այս իրավիճակներում հայտնվել եւ ես առիթից օգտվելով էլ ուզում եմ ասել, որ շատ ցավում եմ, որ երեք մեր քաղաքացիները նման տեսարաններին են ականատես եղել, բայց նման դրվագներով է նաեւ դրսեւորվում, թե ինչպիսի իրական դեմք ունի այս իշխանությունը։ Շնորհակալություն։ Դուք երեք ձեր հարցի մեջ նաև այսպես մասիվի դեպքը Ռուսաստանի հետ կապված է Զավենի Սարգսյանն այսպես կամ տեսնում, ինչա Ռուսաստան գրեթե Կրեմլը այսպես մասնակցել են գործողություններին, ըստեյության Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ ամեն դեպքում Արամ Սարգսյանի ասածների մեջ կա, որ բլոգերը Ռուսաստանից է, չգիտեմ, այնտեղից են դրադրում Կարինե ջան, սա աբսուրդ է, չէ, սա իրականում աբսուրդ է, ուղղակի ցնորք է, որ մենք կարանք նման օրակարգ քննարկենք, որ թաղապետարանում ուղղակի խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել այս ծրագիրն են մշակել, սա ուղղակի աբսուրդ է, ես ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել, բայց կրկնում եմ, երբ իշխանությունները էլ 5-րդ շարասյունն է, Ռուսաստանի գործակալ եւ այլն, իրենք վաղը, դե հիմա Պարզա չէ, Էրդողանի գիրքը ամեն անգամ գրկելիս, թե հիշի թող իրանք որ երկրի շպիոններն են, բայց ամեն դեպքում այդ մարդը վաղը գնալու է Ռուսաստան։ Ես հիմա առաջարկ եմ անում, որ անպայմանորեն Պուտինի հետ իր բանակցությունների ընթացքում քննարկի այդ հարցը։ Ալեն Սիմոնյանն ասում է Ռուսաստանն այստեղ բազմաթիվ գումարներ է ուղարկում, որպեսզի այսպես հիբրիդային պատերազմ սկսվի իրենց դեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնալու է հանդիպի մի երկրի ղեկավարին, որը իրականացնում է հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս օրակարգով Պուտինի հետ անպայման քննարկում ունենա։ Պահանջի դադարեցնել, ինչ պահանջի։ Նախ պետք է հասկանա, նախ թող Նիկոլ Փաշինյանը հասկանա ինչու է Պուտինը այստեղ իրանց պնդմամբ, հա, այստեղ հիբրիդային պատերազմ սանձազերծել եւ ինչ կարող են անել այդ կանխելու այդ ամենը։